Բարև ձեզ։ Սիրով։ Մի քանի թեմաների հետ կապված, ասենք ձեր խոսքը, երեք սկսենք այս հարցից, ադրբեջանական բենզինը վագոններով բերել են եւ կանոն վագոնների մոտ նկարվում են, թե բերբերած խաղաղությունն է, տեսեք, իրականում այս բենզինի հետ կապված այլևս կան հրապարակումներ, մենք մեր ալիքով էլ էինք դրել ծավալուն հրապարակում, թե ինչ վնասներ են հասնելու մեքենաներին եւ դա հազարավոր դոլարների վնասների մասին է խոսքը եւ նաեւ իհարկե պարզ է այդ գնելուց հետո հետգումարները Ադրբեջանը ընդհանրապես ինչի վրա է շեշտադրումներն անում իր ռազմարդյունաբերության վրա է գումարներ մեծ դնում դե բնականաբար այդ ռազմարդյունաբերությունը ինքը զարգացնում է վստահ եմ ոչ թե Մոզամբիկի վրա հարձակման համար այլ գիտեք թե իրենց հիմնական նպատակը որն է որ երկիրը եւ իդեմս մենք ենք խնդրեմ այս մասով ձեր տեսակետը Տեսեք, մի քիչ ավելի վերևից որ նայենք, Ադրբեջանը միայն Հայաստանի հետ կապված հաշվով չի զինվում, այստեղ կան ուրիշ խնդիրներ էլ, Իսրայելն էլ տարածաշրջանում արդեն մեծ դերակատարում ունի, ընդհուպ ես վստահ եմ, որ մեր եկեղեցու հետ կապված այս խնդիրներում նրանց ներկայությունն էլ կա, եւ ուրեմն այո, նպաստում է այսօր ԿՊ-ն իր բարքով նպաստում է ադրբեջանական բանակը զինելուն Եվ դա խայտառակություն է, բայց այստեղ են պայմանական հաղթանակը, որը Ալիևին շնորհվեց, չհաղթաց Ալիևին, այսինքն այստեղ հայ զինվորի հաղթանակը խլվեց, տրվեց Ալիևին, այն դեպքում, որ մենք տեսանք, թե քանի երկրներ իրենց մասնակցությունը ունեցան փոքրիկ Արցախի դեմ այդ պատերազմում եւ ինչպես կարողացան մեր քաջերը դիմակայել եւ նրանք որ կայծակնային ծրագրել էին ուրեմն մտնել ներխուժել Ստեփանակերտ հայոց սահմաններ ամբողջը չհաջողեցին որովհետեւ այո դեմ առան այդ քաջությանը այդ հերոսականությանը եւ մենք կարողացանք այո դիմակայել հիմա ամեն ինչ ուրեմն հակառակն է ընթանում եւ տրանսֆորմացված հասարակությունը այլևս ձայնել չի հանում, ես օրինակ չեմ տեսնում հիմա արգելի Մայրամ, իմ աչքի առաջ, իմ տարիքի հերիքում է, որ ես խոսեմ 70-ականների հայերից, մյուսներից 80-ականների, նրանք այլևս չկան, այն արժեքները, որ նրանք էին կրում, թվում է թե սովետական շրջան էր, կոմունիստական իշխանություն էր, բայց ազգային, ուրեմն այդ արժեքները առաջնային են, եւ ոչ միայն ազգային, նաև մարդկային, մարդը պիտի անպայման կրթվեր, մարդը պիտի գիտելիքների տեր լիներ, մշակույթով պիտի զբաղվեր, իսկ սրանք ինչ արեցին, ես որ ասում է, այսքան տալիս են գլխին, ինչ որ մուրճ են գլխին խփում, չէ, ինքը անընդհատ մուրճա ցույց տալիս, ասում է, տեսեք, այս մուրճով տալիս են գլխիս, եթե ինձ շարունակեք ընտրել, էլի կխփեն իմ գլխին եւ ես էլ ստիպված եմ լինելու ձեր գլխին խփել, ընդհանուր մինչեւ երկրի եւ ազգի վերացումը նա եկան եւ այդ ժողովրդական արտիստի կոչում, վաստակավոր կոչում, բայց չէ որ դրանք գնահատանքներ էին պետության կողմից տրված իր արժանավոր զավակներին եւ նաեւ մրցակցություններ առաջացնում տվյալ ոլորտներում, ինչը հիմա կարծես թե չկա, հիմա գնում է բոլոր տեղերը գրեհիկ բանով ասեմ, գրդոն է գնում, որովհետեւ ստամոքսով են սկսել մտածել, սպառող հասարակություն են սկսել ձևավորել եւ չկա այն արդեն սերունդը, որը պիտի ժառանգի իր պատմությունը, իր մշակութային արժեքները, այն ամենը, ինչ իրեն իր նախնիները թողել են։ Եվ ընդհանրապես մոլորակի վրա ամեն ազգ իր առաքելությունը ունի եւ այստեղ իր հետաքրքրությունը, իր ուրեմն արժեքը հենց կայանում է նրանում, թե նա որքանով է տեր կանգնում իր ժառանգածին։ Եվ դա հիմնականում էլ հենց հոգեվորն է, հասկանում եք, եթե եւ այդ հոգեվորի մի մասն էլ հիմա մեր ուրեմն հավատն է, եկեղեցին է, մեր քրիստոնեական վարքն է, արժեքներն է, մշակույթն է, հիշում եմ Ֆելիքս Մելոյանի խոսքը, ով ասում էր, գիտես, եթե անգամ հայ մարդը եկեղեցի հաճախ չի գնում, միևնույնն է ինքը քրիստոնեական մշակույթի կրողն է, որտեղ մենք ամբողջությամբ այդ իրականության մեջ ենք ապրում։ Հիմա սրանք ջնջում են այդ մշակույթը։ Հիմա սրանք ոչ թե հելել են ինչ-որ անձերի դեմ, ոչ, սրանց հրահանգվել է։ Եվ հրահանգողներն էլ այո իրենց խնդիրները ունեն, որովհետև տեսնում են 100 միլիոնավոր դոլարներ են ծախսում, որ այս
հասարակությանը վերջնականորեն ձևախեղեն, արմատից փոկեն, չի ստացվում եւ հիմա տեսել են, որ այո, եկեղեցին այստեղ հիմնավոր դեր է խաղում։ Եվ ես ուզում եմ ասել, որ մենք սկսեցինք պարտվել այն պահից, երբ Բագրատ Սրբազանը ձերբակալվեց։ Սրբազան ում մասին տարբեր ծառայություններում իր ամենաբարձր գնահատականներն են տվել, իր նվիրումը ազգին, իր նվիրումը հայրենիքին, պետության կայացմանը եւ հիմա մեր աչքի առաջ ուրեմն այսինքն թշնամին ներխուժել է երկրի ներս։ Թշնամին հիմա մեր արտաքին վիճակում չի։ Թշնամին երկրի ներսում է եւ եթե մենք չենք կարող երկրի ներսի թշնամուն ուրեմն ճիշտ գնահատական տալ կամ ճիշտ դատավարություններ իրականացնել, ուրեմն մենք իհարկե պարտվել ենք, եթե մտել են ներս, եթե կարում է մեր արժանավոր զավակներին տանի, ձերբակալի, եւ հետո տեսավ, եթե մարսում է Բագրատ Սրբազանին, ուրեմն ձերբակալել է, ինչի Միքայել Սրբազանին էլ չձերբակալի, ինչի մյուսին էլ, եւ հաջորդ այսպես քայլերը, եւ ընդհանրապես ինչի պիտի այնպես չանի, որ հայ-ժողովուրդը ինքնությունից զրկվի։ Իհարկե դժվար է, գիտեք, այսքան դրսի այդ, չգիտեմ, ռեժիմների տակ աշխատել, գործել, ինչ է, կլինի իշխանություն, կլինի ընդդիմություն, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչ նախանձախնդիր կերպով եւ սորոսականները եւ Էրդողանի յետիմները եւ բոլորը, ովքեր հիմա ազատորեն գործում են, իմ երկրում այդ լրտեսախմբերը ինչպես են ներսից քայքայում, ինչի դիմաց, փողի դիմաց։ Հիմա ասենք ինձի, որ պարլամենտում ինչ արեց, 3 միլիոն բաժանում է, որ իր գաղափարներին տեր մնան, իր թիկունքը պահեն, այս անեն, բայց ես մտածում եմ շատ քիչ է բաժանում, օրինակ հայրենիքին դավաճանելի 3 միլիոն արժի, արա գոնե մի 300 միլիոն դոլար աման մեկին տուր, ասենք տեսեք հայրենիքի դավաճանությունը նորմալ գինի։ 3 միլիոնը ինչ է, կետան միտեղ կանցկացնեն գան մանավանդ կպն սովորա ջրի գումարներ, այսպես է ժողովրդին ասի, հարկմուծեք, հա, հարկմուծելն է հերոսությունը, թե չեն սահման պահել հայրենիք, հայ, բան, նրանք ինչ է կանում։ Ուրեմն ընկերոջս հետ էի խոսում Միացյալ Նահանգներից Հայկ Հրայրի հետ բանաստեղծ եւ այդ նույն մտահոգությունները ուներ, թե ինչպես է մշակույթը շրջանցվում մեզանում, ինչպես են կարողանում այն արժեքները, որոնք ապրեցնում էին, դաստիարակում էին եւ երկուսս էլ այն մտքին էինք, որ այո, մենք պայքարում էինք, որովհետեւ մենք ժառանգորդն էինք այդ հզոր մշակույթի, որը մանավանդ խոսքարվեստը, մանավանդ բանաստեղծությունը, արձակը, այդ հսկաները, որոնց մենք ունեցանք եւ որոնք այո ամեն ինչ անում էին, որ ներարկեն հայի ոգում, այդ ոգեղենությունը, ուժը, հավատը, այդ Համոս Սահյանը, Շիրազը, Սևակը, Դավթյանը, Կապուտիկյանը, մյուսները, որոնց սրանք հրահանգել են լակոտ լուկուտներ ունեն, չէ՞, սեփական Մովսեսիկ, դրան Մողես են ասում, են բանել նոնսենս էր ասում Դավիթովյանը, բայց այդ դուխով տերապկեքի փալասը գալիս է եւ այդ արժեքների վրա է հարձակվում։ Շանը ասել են շնագալի, շանը չէ։ Բանը արա դու քո դերը կատարի, լավ հաչա, ոռնա, բան արա մենք էս լավ կտանք եւ բոլոր ոլորտներում դրանցից կան։ Դուք տեսաք չէ ինչ էր կատարվում Մայրաթոռում, երբ ուրեմն եկել էր Թալինի այդ ինչա քաղաքապետը եւ հրահանգում էր բանի, հրահրում էր ինչա իրար հարվածեն, չգիտեմ ինչ անեն ձեռնամարտեն, մտնեն դուրը ջարդեն, կամ են մյուս ովեր են մի լակոտ կար, ինչ որ լակոտ, որը տարել են ինչա օպերայի եւ բալետի փոխտնօրեն։ Բա տեսներին, բա ինչ եք թողել ազատության մեջ, արա։ Սրանք հրահարում էին, չէ՞, տենց որ անընդհատ այդտեղ իրար հարվածեն, մարտեր կայացնեն առանց կանոնների։ Սա է տեղի ունեցել, բայց իրական հրահարողները ազատության մեջ են։ Եթե ԿՊ-ին են հրահանգեն, ասենք են ունեն, չեն կաբանին հրահանգեն, ասեն կաբան։ Հիմա էլ ասած սրանք են սխալ, կաբանը կհելի կասի սրբազաններ ազնիվ, մենք շփոթվել էինք, այահաց, այսինքն սրանք փողին մունատ, իշտաս կանան, շաբաշը ճատացնում ես ճակատին ինչ երաժշտություն, պատվիրես կերկեն, հայրենիք չունեն, ազգ չունեն, հայոց սահմանները համարում են պատժավայր, իրենց իսկ բերնով, եւ ուրեմն այդքանից հետո մենք եթե սրանց պահում ենք, եթե սրանք մնում են, ոչ հայրենիքից եկեք խոսանք, ոչ պետությունից, ոչ ազգային արժեքներից, ուրեմն եթե նրանք ովքեր այսպես պիտի մոմի նման հալվեն գնան, դե այդ տեսակը կա, ամեն դեպքում մենք չենք կարա այլ կերպ մտածենք, գոնե
Նրանք, ում զավակները կյանք են տվել երկրին եւ ընդհանրապես, ում համար առանց Հայաստան, առանց հայի մոլորակը իմաստ չունի, անիմաստություն է։ Եվ այստեղ ես չեմ գալու մյուս, գիտեք, այդ ազգերին, պետություններին ասեմ, մեր ներկայությունը միայն լուսավորում է այս աշխարհը, չէ։ Նրանք խավարասերներ են գուցե, նրանք, չգիտեմ, չարկապատկաններ են եւ մոլորակն էլ իր հմայքը իմաստը կորցնում է, որովհետեւ եթե տարիներ առաջ, տասնյակ տարիներ առաջ ավելի մոտ էր դեպի հոգևորին, դեպի ոգեղենությանը, հիմա նյութապաշտ են դառնում, իսկ նյութապաշտությունը հոգի չի կարող ուրեմն հագեցնել, անընդհատ պետք է մղի պատերազմներին, որևէ բանից հակուրդ չի ստանա մարդը, որտեղ իր հոգին սոված է, եթե հոգին սոված է, պետք է եւ դրա պատճառը նաեւ այն է, այնով որ հիմա պետականորեն օտարում են գիր գրականությունից, մեր ժողովրդին հակառակը հարձակվել են գրողների միությանը պատկանող տարածքների վրա եւ թող ոչինչ էլ չունենան, այս էլ ինչ ստեղծագործում են, թող չստեղծագործեն որևէ բանով, սրանք պիտանի չլինելով եւ անգամ պետական մրցանակները հանելով գումար էր որոշակի գրողներ էին ստանում էին եւ կարողանում էին այո ծառայել հայ մշակույթին։ Հիմա դրանից էլ ուրեմն զրկեցին եւ որևէ միջոց չեն տրամա, ընդհակառակը ասում են դա էլ պիտի տա։ Ես զարմանում եմ նաեւ այն գրողների վրա, ովքեր ամենաշատն են դրանց ես տեսնում Ծաղկաձորյան ստեղծագործական տանը մի հատ զենք են բարձրացնում, գնում փալասվում են Նիկոլիկի ոտքերի տակ, դու տրյապք եք, ձեր գրածը ինչպես ինչ պետք է լինի, ձեր նման փալասագիր պետք է լինի, դուք ոչ ոգեղենություն ունեք, ոչ արժանապատվություն ունեք, ոչ էլ ինքներդ ձեզ գնահատել գիտեք, բայց ես ով պետք է գնահատի, արա, եւ ես ուզում եմ կներեք մի բան ասեմ, քանի որ եկա գրողական այս աշխարհին Ես հիմա այդ պոեզիան ամեն դեպքում ինձ համար կենսական վիճակ է եւ եթե որևէ օր անցնում է առանց պոեզիային հաղորդվելու հավատացեք դա որ չեմ համարում եւ վերջի շրջանում էլ որ կարդում եմ բանաձևված ժամանակը երևի ավելի դիպուկ քան Էդվարդ Միլիտոնյանն է տվել չկա ասում է երկիր մոլորակը տիեզերքի մատաղացուն է Եվ իսկապես էլ ես հիմա տեսնում եմ, որ այս մոլորակի չքնաղպտույտների մեջ, ես չգիտեմ, տիեզերական անհունության մեջ, անսպառության մեջ, անծիրության մեջ, այս մոլորակն է, որ անընդհատ առնոտվում է, անընդհատ այսպես պատերազմներով է լի, իրար խոցոտում են, եւ այդ չարի եւ բարու հավերժական պայքարը չի դադարում։ Դե ես եղբորը կարող եմ հասկանալ, ուզում եմ եղբորը փրկի, բայց սա այդ դեպքը չի, արժևում հայրենիքն է, արժևում եկեղեցին է, հավատն է, դարավոր հավատի դեմ ես ելնում, որ մի հատ քոսոտ աղբեր փրկես, ընդհակառակը, եթե հերիքում է ուժդ մի հատ ապտակ դուր ասա չես ամանչում, արա ապուշ, ես ուր ես գնացել, ես ում դեմ ես ելնում, ես ում կամակատարն ես, ինչ լապ են տվել քեզ Հասկանում ես կամ դրա վրա հարձակվելուն փոխարենը ինչ է ստանալու եւ հիմա որ նոր հարձակում են պատրաստում սա ես մի քիչ էլ ուզում եմ հավատալ որ սրանք ոչ թե ուզում են կատարել այլ ստիպում են այդ մուրճը որ դրել էր Նիկոլը ասում էր այս մուրճով տալիս են գլխից ասում են հարձակվի եկեղեցու վրա ես էլ հարձակվում եմ հիմա ժողովուրդ կարակ պայեք չեք կարա պայեք ինչ անեմ եթե կընկնեք իմ խելքին իմ ցույց խոսքին գգակ եկեղեցու դեմ դե գգակ ուրեմն կկորցնենք էտել եւ դրանով հանդարտ ամեն ինչ կկորցնենք բայց ես ուզում եմ կարենանք պահենք որտեվ ես ի վերջո անցնելու է հասկանում եմ որ արժևում շատ լուրջ խնդիրներ կան շատ ավելի լուրջ քան հիմա ակնհայտորեն երևում է տեսանելի չէ բայց այն լուրջ վերլուծաբանները հասկանում են ոչ ստեղ եղած այն նայում ես մի քանիսը կան որոնք իսկապես էլ խորությամբ տեսնում են որ Իրանի հետ կապված խնդիրները եւ Ռուսաստանի չավարտված խնդիրները եւ վաղը Չինաստանի հետ այս ամենը դեռ լուրջ ընթացք են ունենալու որտեղ կարող ես հայտնվել կիզակետում որտեղ կարող ես տրորվել ուղակի եւ մենք չունենք ուժ ու կարողություն եւ ես չեմ կարող խոսել այն դիրքերից թե ես գալիս եմ այդ խնդիրները ուրեմն որոշեմ ինչպես ասում էր այս Նիկոլը ասում էր ես խաղաղություն արա դու ով ես խաղաղություն քեզ ով է լսում ընդհանրապես դու գնում ես սրա նրանք քցնելով բան գալիս տեղ ինչ որ բան տղա ես ուզում երևաս չի ստացվելու հնարավորություն ա եղել կա համաձայնել ես դավաճանի դերը ստանձնել ես կատարում ես պատերազմը հրահրեցիր մեր զավակներին մեր
մեր զավակների արյունը խմեցիր, որը քեզ չի ներվելու երբեք, եւ այս ամեն ինչով հանդերձ քեզ ասում են, տես փոխարենը տվել ենք անձնական բարեկեցություն, քեզ հնարավորություն ենք տալիս նրան շաբաշ տաս, քո անունով երթվողներ կան, հասկանում ես, այս ամեն ինչը կատարվում է, բայց այդ նզովքը, որին իսկապես արժանի ես, այդ նզովքը քեզ կործանելու է, որովհետև դու քո ներսում գիտես, որ չարքապատկան գոյ ես դարել։ Գուցե նախկինում ունեցել ես երազանք, չգիտեմ, չեմ կարող ասել, որովհետև այդպես չեմ հետևել, դու տես ներկայանալի մեկը չես եղել, միշտ էլ մուտիլովշիկ կերպար ես եղել, բայց հիմա ինչ կատարվում է իմ երկրում, որովհետև դրական բան չկա։ Ես ուզում եմ օրինակ մտածել, տարի է հիմա մոտենում, ամփոփվում, ինչ տեղի ունեցավ։ Իհարկե որևէ ոլորտում, որևէ դրական բան չեմ կարող ասել, եւ անգամ Իսահակյանի պես, Ավետիք Իսահակյանի պես հզոր երևույթ է, այդ հզոր գրողը շրջանցվեց ԿՊ-ի կողմից, որովհետև իրենց ինչ գրող արա փող չէր տալու։ Իսկ իրանք ոգեղենության հետ կապ չունեն։ Արտնասնն ինչ անեն, որ այս ազգին նորից ասի, հելեք պայքարեք ձեր ինքնության համար, Այն Իսահակյանը, որը այո ազգային բարձր արժեքների կրողն էր եւ ասում էր, այստեղ երկու սերունդ է մեծանում արևմուտքի ուրեմն այդ արժեքներին դավանող եւ ազգային արժեքները, եւ սրանք իրար փոր են տապելու։ Հիմա դրան են տանում, հիմա բերում են ասում են արա ձեր զավատը ինչ է կանում։ Հենա բենզին ենք բերում էժան, ոչինչ որ անորակ կլինի, դա թեկուզ որակով է, ստեղ հասկանում եք այդ էս չի խնդիրը։ Պարզապես այն ինչ հիմա սրանք անում են, աննորմալ ընթացք է։ Սա որևէ ուրեմն գաղափարական մոտեցում չես կարող հանդես բերել գնահատելու, հասկանալու, որ սրանք ճիշտ են գործում։ Ինչով են ճիշտ։ Որով, որ երեք գնացին թշնամի էին համարում, գոռում էին այս Արցախը մերն է, այսօր էլ ասում են մերը չի եւ հիմա դատվում են, չէ, այնտեղ շարունակաբար, սա դատ չէ, սա ծաղր է ուղված հայ ժողովրդին։ Եթե մեզ թվում է այդ գերիները, որ այնտեղ գերված են եւ դատվում են, սա անձնական բնույթ է կրում, բացարձակապես։ Սա ամբողջ ժողովրդին են նվաստացնում եւ այդ նույն թշնամի ադրբեջանցին ասում ալա տեսեք մեր ղեկավարը ոնց կարեցավ բերի սրանց առաջի դեմքերին եւ այսօր կանգնեցրել է Ադրբեջանի դատարանի առաջ այո հրճվում են Էրդողանի յետիմներն ու Սորոսի ճտերը բոլոր են լրտեսները որոնք այստեղ վարձվել են եւ աշխատում են մեր դեմ որևէ մեկը դա չի կարող հերքել Վրաստանում ընդունեցին օրենք որով ուրեմն այդ գումարների համար պիտի պատասխան տան թե ինչի են գալիս այդ միլիոնավոր դոլարները եւ ինչին են ծառայում իրենց երկրին այդ գրասենյակները որ ստանում են Իսկ այստեղ նման բան չկա այստեղ այդպես բացել են այստեղ ամենաթշվառ վիճակում մշակն է հայտնվել բոլոր իմաստներով մշակը բոլոր ոլորտների մշակը եւ հողի մշակը եւ ոգեղեն դաշտի մշակը եւ ուրեմն եկեղեցական դաշտի եղած մշակը բոլոր ոլորտների իրական մշակները մերժվում են, որովհետև այդպես է կամենում արևմուտքը եւ սրանք այս սրիկաները տեսնելով իսկապես այն անզորությունը, որտեղ հայտնվել է իմ երկիրը, որևէ բանով նեցուկ չէ, մենք այսօր մոռանում ենք են աֆերիս խորամանկ շարլատան Մակրոնին, այն Միշելին, այդ բոլոր գոյանքներին, որոնք եկան փշի անելով Արցախը հանձնեցին, այս զոհերին մարսեցին, սրանք դա են կատարել, բա ուր է այդ Միշելիկը, ել չի հայտնվում, հայտարարություն չի անում եւ բաներ արել, չէ, ես զարմացած եմ, որ Ալիևը հարձակվեց նորից, ինչ է զարմացած, այ տերյապկեք, այ արևմուտքի բջեր, ինչով եք, դուք բոլորը փողով ծախված գոյանքներ եք եւ այդ նույն Եվրոպարլամենտը հայտարարեց, որ մեզանում կան ուրեմն կոռուպցիայի մեջ թափթախված դեպուտատ, բայց եթե կան, եթե դուք եք արդեն այդ ինչա ծախվում, դուք ոնց կարաք որոշումներ կայացրեք միջազգային հարթակներում, դուք ոնց կարող եք խոսել ժողովրդավարությունից, ազգային արժեքներից, դե ես հիմա գնում եմ եւ էսելի կրկնելու եմ խոսքս, որ ասել եմ, այո, Արցախում աշխարհն իր խիղճը մորտեց, եւ հիմա աշխարհն էլ գնում է վերադասավորումների, եւ եթե չարիքը չկարողանանք վերացնել, ուրեմն մենք ինքներս էլ կվերանանք։ Եվ եթե եկել է այնտեղ է ասել, որ մենք շարունակաբար կրկնում ենք, ինչ որ մարդիկ կան, որ Ուկրաինան, չգիտեմ, պաշտպանում ես են, որպես ինչ եք պաշտպանում, արա։
որ մեր զինում էր, մեր թշնամուն, որովհետև ձեր որդին չի եղել առաջնագծում եւ ձեր որդու վրա չեն եկել այդ զենքերը, այդ զինատեսակները, որը ուրեմն Ուկրաինան էր մատակարարում, որը Իսրայելն էր, մյուսն էր մատակարարում եւ այո, այդ Ռուսաստանի խեղճ վիճակից նաեւ ելնելով, սա իր գլխի գալիքը գիտեր, սա պոչը քաշած մի կողմ, բայց եթե Եվրոպան այդ նույն արևմուտքը հանդես էր գալիս այն դիրքերից, որ այստեղ ժողովրդավարությունը հաստատելու տարածաշրջանում էս ծրագրերն է, ուր էին այդ ծրագրերը։ Գնաց կանգնեց բռնապետի կողք, փաստը սա է։ Բռնապետի կողքին կանգնեց եւ ամեն ինչ արեց, նեցուկ եղավ, որպեսզի կարողանան ուրեմն հաղթել այս պատերազմը, իրենց չհաղթած պատերազմը եւ այո կարողացան հայոց դարավոր հողը զավթել։ Զավթեցին, մեր աչքի առաջ է դա եղել։ Նայեք, մենք շատ սխալ ուղղությամբ վրա ենք, Մարիամ ջան, մենք հիմա այդ Փաշինյանին կարևորում ենք այնքան, թե սա հարց որոշող չի։ Սրան բերել են, դրել են, որովհետեւ այստեղ ոչ մի հարց չորոշվի։ Սա կամակատար է։ Եվ այդտեղ ես ոչ թե մեղադրում կամ չէ, սա այդ հանձնառությունը վերցրել, ասել ես համաձայն եմ, կամք չդրսևորեմ, ազգային շահ չդրսևորեմ եւ իր ինչա կոչվում կառավարության անդամներից հայտարարեցին, չէ, որ ազգային իղձ եւ երազանք չունեն։ Այդ որ չունեն, եկել են ինչ պետք է անեն, մի բան պետք է զբաղվեն։ Ինչով զբաղվեն, փողը թալանեն, տանեն, այդ բաներում ինչն է այսօր մեր երկրում ակտիվացել, շատացել, աշխուժացել, այդ կազինոները, այդ խաղերը, այդ փողերի ներդրումները եւ անընդհատ չէ, տենում ենք ինչերա մարդիկ ինքնասպանվում են, էս են լինում, են լինում, որովհետեւ չգիտեմ, հեշտ գումար ունենալու համար այդ մոլուցքով տարված գնում են եւ պարզվում է այդ եղացնել են ուրեմն կորցնում, սա է մեր իրականության մեջ տեղի ունենում։ Ես հիշում եմ առաջ նախկին վարչակարգում, երբ սրանք անընդհատ այսպես նախկիններ են ասում, այս քոսոտները, ողորմելի գետնակարճ դուխով փալասները, այդ նախկիններից էր, որ հայրենասիրական թեմայով շարադրություններ էին հանձնարարում, եւ մեր երեխաները այդ շարադրություններն էին գրում, եւ պատերազմը, որը հաղթել էին անդրադարձ էին անում այդ պատերազմին, եւ ես հիշում եմ, որ այդ հաղթողներից մեկն էլ հենց Վաչագան Մանուկյանը եղավ եւ երբ իրեն հանձնեցին հաղթողի այդ նվերները, իհարկե ինքը ոգևորվել էր 9-րդ դասարանի երեխան հաղթել էր եւ ուրեմն տեսել էր, որ իր մտքերով, իր երազանքներով ու իղձերով, իր գնահատանքներով կարող է այո նաև պարգևի արժանանալ պետության առաջի դեմքերից։ Սա իսկապես էլ ճիշտ էր, բայց հիմա տես բաներ չկա, հիմա սրանք այդ գծի վրա չեն, հիմա հայտարարում են, որ իրենց երեխեքը պիտի պաշտպանեն, չէ, ձեր երեխեքը մենակ լափելու համար են։ Եվ այդ ամեն ինչը, որ հիմա տեղի է ունենում, այս սուտը, կեղծիքը, այս կեղծ օրակարգով խաղաղության առաջ գնալը մենք իհարկե հասկանում ենք, ես առաջի արկերը պարկի, սա պետք է ասի, ես ուզում եմ, չեղավ, ինչ անեմ։ Դա հիմա ոնց որ ասում է, չէ, հիմա այս Արցախի հարցում սենց պատկերացում, արա բա որ չունեիր խես եկել։ Սա քո քաշի բանը չի, տղա ջան։ Այն որ սպորտի լեզվով ես մի անգամ ասել եմ, եթե մեկը 50 կիլոգրամից ավել չի կարողանում բարձրացնել, 150-ը հաստատ չի բարձրացնելու։ Եվ հիմա ամենը ինչ կատարվում է ընդամենը ձեր սխալները արդարացնելու համար է։ Դուք պիտի քաջություն ունենաք կանգնեք ամբողջ ԿՊ-ով ասեք սիրելի ժողովուրդ։ Արևմուտքը մեզ քցեց եւ պատերազմի հաշվով, գցեց եւ տնտեսությունը զարգացնելու հաշվով, եւ հիմա մեզ ուղարկում են անասնակեր, եւ հիմա մեզ ուղարկում են ինչ-որ կասկածելի բենզին մեզին, վաղը մի ուրիշ բան կուղարկեն, հետեւից էլ կգան արդեն այդ թշնամիները, այդ ազգը կգա այստեղ կապրի, որտեղ առանձնապես տեսակ ամերիկյան չէ, հետարկրում, Ալբանիա ես դու, ինչ ես դու, вообще ով ես դու, կաս, չկաս, եւ այս ամեն ինչով հանդերձ ես մտածում եմ, որ մենք պիտի կարողանանք ելք գտնել, մենք պիտի կարողանանք համախմբվել։ Նախ այս 28-ը, որ ասում են, սա եկեղեցու դեմ չի, սա ընդհանրապես հայ ժողովրդի դեմ է։ Մենք պիտի կարողանանք համախմբվել, կանգնել եկեղեցու կողքը, մեր կողքը, մեր տատու պապու կողքը, մեր արժեքների կողքը, մեր նվիրականության, սիրո, ջերմության, հավատի, երկիրը պահող ուժի կողքը։ Եվ այդ որ ազնվորված խոսում էին, ես հիմա ասեմ, իմ ընկերն էր զանգել, քահանա ընկերը զրուցում էինք երեք, ինձ շատ հետաքրքիր մի բան ասաց, գիտես կար մի այդ 20-ականների ընթացքում նախորդ դարի Բենիկ Ոսկեբերյան, սրան Ոսկեբերյան ասել էր Խրիմյան հայրիկը։ Եվ ինչու էր Ոսկեբերյան, որ իսկապես լավ քարոզներ եղել է ծայրագույն վարդապետ,
այսինքն այդքան կիրճ գիտական իր աշխատությունները պաշտպանած եւ սա համաձայնում է որոշների հետ պայքարել եկեղեցու դեմ։ Պայքարի ելնում է եկեղեցու դեմ։ Հետո անցնում է տարիներ եւ սրանք գտնում են իր սենյակում կախված։ Սա հասկանում է ինչ մեղք է գործել եւ ուրեմն ինքնասպանվում է։ Ես հիմա զգուշացնում եմ եւ այս սրբազաններին եւ բոլոր նրանց, ովքեր չգիտեմ ինչ կոմպրոմատների դեմ ելան, որտեղ վստահ են, որ ձեզանից որևէ մեկը չէր ցանկանա նման կերպ բնութագրվել մեր ժողովրդի կողմից։ Ես ափսոսում եմ, որ տիրադավ են ձեզ կոչում, ես ափսոսում եմ, չեմ ուզի, այնտեղ սրբազաններ կան, որ ես երբեք չեմ ուզի այդտեղ հայտնվեն, որովհետև նաև ես ձեր օրհնանքից եմ օգտվել եւ նաև ձեր ծառայությունից եւ ես շատ ուզում եմ, որ շուտ արագորեն կարողանաք դուրս գալ այդ մոլորություններից եւ ամուր ձևով կանգնեք մեր դարավոր հավատի կողքը, ոչ թե այս պահական։ Դες ասացի, սա այս պահական բնույթ չի կրում եւ ես բերեցի օրինակ այդ Բենիկ բանի, ծայրագույն վարդապետի, ով կախվել էր հետո իր սենյակում, որովհետեւ դուրս էր ելել եկեղեցու դեմ եւ դա չի ներվելու։ Եվ հիմա ես շատ ուզում եմ, որ այո սթափվեն բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց մեջ իրենց հոգու լույսը ամբողջությամբ չեն մարել, կարողանան հետ քայլ անել։ Սա դարերի դեմ է քելել, չէ քելել վեհապար հայրապետի, չէ որը իմիջիալոց շատ փայլուն է իրեն դրսևորում։ Ես իսկապես էլ տեսնում եմ, որ վեհապարը անճարակություն չի հանդես բերում։ Նա իր մեծ հավատի համար առաջ կանգնած է եւ երբ դուրս եղավ եւ տեսավ մեծ բազմություն է հավաքվել, թեթև ժպիտ հայտնվեց դեմքին, այսինքն հասկացավ, որ իր ժողովուրդը կանգնելու է եկեղեցու եւ ես շատ ուզում եմ, որ այո 28-ը դառնա այն օրը, երբ արդեն ազգադավերը կհասկանան, որ որևէ բան մեր եկեղեցու դեմ անել չեն կարող։ Ասում եմ, որ այո, հիմա թշնամին միայն սահմանից այն կողմ չի։ Թշնամին մեր ներսում է։ Մենք պետք է ամեն մի իրավիճակ ճիշտ գնահատենք։ Եթե մոլորյալներ են դարձի բերենք, եւ դա ոչ միայն հոգեվորականների մեջ, այլև ԿՊ-ականների, որովհետեւ այդտեղ էլ մարդիկ կան, որոնք այդպես են ծառայում, աշխատանք են ստացել, անում են, բայց ի վերջո հասկացեք, մեծ առումով, վերջին ուրեմն առումով սրանք գնում է ազգ ու երկիր կործանել եւ մենք պետք է կարողանանք ստապ գնահատելով ճիշտ դիրքորոշում ունենալ եւ ճիշտ վճիռներ կայացնել։ Շատ ուզում եմ, որ եկող տարին, որ ընտրական տարի է լինելու, մենք կարողանանք այո, ճիշտ մոտեցում հանդես բերել եւ ոչ թե սпасել, թե ով ինչ է գալիս ստում, խապում, նայեք ապրած եւ արածին։ Նայեք, թե ով ինչ է կատարել եւ ով ինչպես է վարվել, ով էր հարցակվում ձեր եկեղեցու վրա, մեր եկեղեցու վրա, ով էր անընդհատ ստում, խապում, ով էր ձեր գումարները մսխում, թալանում, ով էր պարգևավճարներով դավաճանախումբը ձևավորում, որպեսզի հանգարց հետ կալ չանեն իրեն մենակ թողնեն, որովհետև ընկերովի մահը հարսանիք է, այտենց խոսք կա, չէ՞, ասած մենակ շատ դժվար է լինելու հայտնվել արտարադատության առաջ։ Այնպես որ սիրելիներս, ես շատ ուզում եմ, որ բոլորը լուրջ մոտեցում հանդես բերեք, սրանք ճակատագրական պահեր են եւ որքան էլ մեզ կենցաղը ստիպի, խեղդի, գնանք այս ճարենք, այն ճարենք, դրանով չի էս երկիրը։ Եվ ես վստահ եմ, որ անասնակալած գոյանքներ չեն կարող ձևավորել այս ԿՊ պարագլուխները։ Հայը արժանապատիվ կերպով ապրելու է եւ իր ինքնությանն է տեր կանգնելու եւ իր մշակույթին եւ իր դարավոր ավանդներին։ Եվ գալով նորից գերիների թեմային, պարոն Մանուկյան, կարծում ծանոթ եք ադրբեջանական մամուլը ադրբեջանցիները ավելի շուտ Ռուբեն Վարդանյանի մասին ֆիլմ են պատրաստել եւ այս պատմության մեջ ամենահամոթարին ու կեղտոտ իրականություններն է, որտեղ օգտագործվել է նաեւ Սամվել Բաբայանի, Խզմալյանի խոսքը, խայտարակությունը ամոթի։ Խզմալյանը որն է սուտ վիդային, ասում էր մասնակցել եմ 44 օրյա պատերազմին եւ դա
սա իր ինչ-որ քաղաքապետարանի հետ կապված ընտրություններ, չգիտեմ ինչ ավագան ընտրություններին, այդպես է, այսինքն ասած գոյանքներ կան, որ կարող են սուտ, կեղծիքը հանդես բերել, գնալ, այնտեղ երևալ, նկարվել, գալ եւ նման հայտարարել, որ ասես արա որ դիրքն է սպայել, այ գոյանք, այ Խզմայելյան փալաս, ի՞նչն է սպայել, որ եկել ես եւ հայտարարում ես, ում ես խապում, քեզ, ժողովրդին, պատմությանը, դու ողորմելի, դու որ վաղը հեռանաս ես մոլորակից, չես գալու որ ինչ-որ բան պակասել է, որտեվ ձեզանից ոչինչ չես ներկայացնում, այ գոյանք։ Ով են էլ իրանք ես իրականության մեջ, որ այդպիսի բան են անում, գերեվարված հայ մասին։ Դե ոչ մի բան են, ասացի, որ ոչ մի բան են, դե հիմա այդ ոչ մի բաներից եկեք չխոսենք, ես գիտեմ, որ ազնվազար հայեր կան, ես ուզում եմ նրանք իրենց հույսն ու հավատը չկորցնեն, հիասթափություններ չունենան եւ չհեռանան ի վերջո այս երկրից, կարողանանք փրկել, հաստատ եմ ասում, ավելի մեծ բան չեք գտնելու, ոչ միլիարդների մեջ, ոչ տրիլիոնների, ոչ երևի բան չկա, որ ավելին պիտի լինի, քան Հայաստան երկիրը։ Եվ նորից ձեր կոչը 28-ի հետ կապված թափ լինենք եւ թե բան պետք է արդեն օրինակ հակը հայտարարել է որ լինելու է մայր տաճարը։ Եկեք չդավաճանենք ինքներս մեզ, եկեք չդավաճանենք մեր ծնողներին, մեր պապուտատերին, հայ ժողովրդի անցյալին, ներկային եւ ապագային անգամ, որովհետեւ եթե մենք թույլ ենք տալիս գան, պղծեն մեր հավատը, սա նաեւ այո ապագային է միտված, այդ պղծությունը մաքրել չենք կարողանալու։ Հիմա է օրը եւ մեզ են հիմա վերապահված այս խնդիրը լուծել։ Սա հավատացեք, այնքան էլ բարդ չէ, ինչպես ասենք խրամատներում տղաները սահմանն էին պահում, եւ ես հիմա նորից ինքս շատ հիմա ընթերցում եմ վաճառականին եւ շատ բաներ ինքս եմ սովորում իմ որդուց, երբ Վաշտի հրամանատարը վիրավորված ինչ-որ խնդիրներից թողել է Վաշտով հեռանալու, ասել է, «Էսուր ես գնում», ասել է, «Էս ինչ տեղանք է», ասել է, «Տեղել մի գնաց, որ թողեցիր թշնամին անցնելով իջնելու է Երևան»։ Հիմա մեզ է տրված այդ բանը, բախտը, որ մենք կարողանանք մեր երկիրը պաշտպանենք։ Եվ մի 20 րոպե զրույցից հետո իսկապես էլ հրամանատարը Անուշավանն հետ է գնացել եւ փաթաթվելով վաճառականին ասել է. Քեզ համար եմ վերադառնում, որ քոպես է կա։ Սա ինչ եմ ասում, հավատացեք սա այդքան բարդ բան չի, էլի եմ ասում, ինչպես խրամատում, որ ամեն րոպե կյանք տա վտանգի տակ։ Այստեղ դու գալիս ես ուղակի քո հավատը պաշտպանելու, քո ինքնությունը պաշտպանելու եւ քո ուրեմն կամքն ես թելադրում նրանց, ովքեր գալիս են ջնջելու այն ամենը, որը դու ժառանգել ես։ Իսկ դրանք առարկայական չեն, դրանք հոգևոր են եւ հասկանում են, որ վտանգը հենց այստեղ է։ Այդ նույն Սորոսի ճտերը, այդ նույն Էրդողանի յետիմները հասկանում են, որ այստեղ է, որովհետեւ ինչ անում են, ինչքան գումար ներդնում են, հայը կա եւ վկան այն էր, երբ այո, ժողովուրդը կանգնեց վեհապարի եւ եկեղեցու կողքը եւ ցույց տվեց, որ իր հավատի մեջ անսասան է, որ ինչքան էլ լակոտ լուկուտներ կան բղավեր, մենք այնտեղ տեսանք վարձու գոյանքների, որոնք եկել են չարկապատկան իրենց ներկայությամբ կռիվներ հրահրելու, չստացվեց եւ դուրը, որը մենք համբուրում էինք, այդ փալասախումբը դուր էր ուզում ջարդել, հասկանում եք, եւ սրանց մենք թույլ ենք տալիս, ոչ թե նորից գան, այլ հələ ապրեն մեր երկրում, հասկանում եք։ Դրանք իրավունք չունեն, մխրճվեն մեր մեջ, մեր երկրում, մեր գումարներով, մեր երկրի բարիքներով, գոյանան, ապրեն եւ մեր երկրի դեմ, մեր ժողովրդի դեմ պայքարեն։ Հերոսական մարտերը արժևում են եւ այս մարտերը ոգեղեն բնույթ են կրում։ Մենք հաղթելու ենք։ Եվ հենց նոր այսօր կառավարության նիստի որոշմամբ շողակաթերոստանգերությունը հունվարի 1-ից չի գործի։ Սա մանրախնդրություն է, էլի։ Հիմա դուք նայեք, եթե ճշնամական վերաբերմունք կա կառավարության, ինչի՞ պիտի գործի։ Ես զարմանում եմ, որ այն մյուսները չեն փակել լա։ Այս մարդիկ դի փակեն, հիմա այդ ամեն ինչն էլ իրանց ձեռն է, ասում են հələ օդը չեն, ուրեմն ինչ որ բանով փակել, բայց օդն էլ այնքան են թունավորել, որ չեն փակել, հենա շնչեք, թունավորվեք, հիվանդացեք, վերացեք։ Ոչ մի բան սրանցից ի նպաստ ժողովրդի, ի նպաստ հայի, ի նպաստ ուրեմն Հայաստանի չի լինելու, ի նպաստ պետության։ Պետությունը կործանելով ասում են պետություն ենք զորացնում, ինչով եք զորացնում, արա, այ անկարողներ, դու սկիզբական մի տուն զորացնելու ուժ ու կարողություն չունեք եւ տուն ասած է ինչի որ պալատները սարքում ձեզ տվում է տղա եք այ գետնակարճ գոյանքներ։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ, հաղթանակը լինելու եմ, չեմ պարտվելու։